Այսօր ձեր հետ միասին խոսելու ենք Սիրիայի և Թուրքիայի ուղղությամբ։ Թուրքիան գիշերվա ընթացքում զորքեր է մտցրել Սիրիայի տարածք հյուսիսից 3 ուղղությամբ եւ դա արվում է կոնկրետ նպատակով։ Մենք անկեղծ ասած շատ քիչ տեղեկատվություն ունենք այս պահին, թե ինչ է տեղի ունենում, բայց ես կարող եմ հստակ ասեմ, որ Աֆրինի, Ռաս էլ Այնի եւ Ալեպոյի ուղղությամբ ուրեմն զորքերը մտել են Սիրիա եւ գլխավոր նպատակն է թուրքական զինված ուժերի ապահովել ուրեմն հարձակում, հարված քրդական ուժերի վրա Մանբիջի ուղղությամբ եւ ես իհարկե կծանոթացնեմ ձեզ մանրամասն, թե տեղում ինչ իրավիճակ է ստեղծված քարտեզի վրա հենց այս վերլուծությունում, բայց միջև այդ պետք է ասեմ, որ դրա նպատակը այն է, որ ուրեմն այդ սիրիական ժողովրդավարական ուժերը, քրդական ուժերը այդպես են իրանց կոչում, որոնք վերահսկում են Սիրիայի տարածքի մասը, որտեղ որ քրդական բնակչություն է, ուրեմն Թուրքիան համարում է, որ այս սիրիական ժողովրդավարական ուժերը դրանք PKK կամ YPG տերորիստական խմբավորումներ են։ Իրանք համարում են, որ այս Սիրիայի ժողովրդավարական ուժերը դա այս քրդական տերորիստական կամ Օջալանի ղեկավարության տակ բանվորական կուսակցության մաս է ըստ Թուրքիայի եւ այդ պատճառով բացի նրանից, որ Թուրքիան այդպես էլ Սիրիայի նոր իշխանությունները Ահմեդ Ալ-Շարայի ղեկավարությամբ, որը գիտեք, որ նաև Թուրքիայի փաստացի դրածո իշխանությունը կարելի ասել, որովհետև Թուրքիան կազմակերպեց Բաշար Ալ-Ասադի իշխանության փոփոխություն, Ասադը հիշեցնեմ ձեզ, որ իրանական ազդեցության տակ էր գտնվում եւ ռուսական, եւ Ալավի էր, ավելի շիա ուղղությունով էր, կարելի ասել, եւ փոքրամասնություն էր ուրեմն Սիրիայում, բայց ղեկավարում էր Սիրիան երկար տարիների ընթացքում Բաշար Ալ-Ասադը, դեր իր հայրը Հաֆեզ Ասադը, բայց փաստացի Թուրքիան կարողացավ այդ Իդլիբի տարածքը միանգամից մեծացնել եւ ամբողջ վերահսկողություն հաստատել ամբողջ Սիրիայի վրա, բացի մի քանի հատվածը մենք հիմա քարտեզի վրա ձեր հետ միասին կտեսնենք։ Ուստի Թուրքիան եւ Սիրիան նույն մոտեցումը ունեն, որովհետեւ Սիրիայի իշխանությունը դա Թուրքիայի փաստացի շարունակություն է։ Նույնիսկ լրատվամիջոցները եւ այլն քննարկում են այն հարցը, որ կարելի է ասել Սիրիան հայտնվել է Թուրքիայի ոչ միայն այսպես ասած ազդեցության, այլ փաստացի Թուրքիայի մաս է դառնում ինչ որ առումով եւ ուստի դա շատ կարևոր հետաքրքիր հարց է։ Եվ այո, հետաքրքիրը այն է, որ տեղեկատվություն կա նաև, որ պաշտոնական Դամասկը ուրեմն նաև ուժեր է անցկացնում Դեր էլ-Զորի ուղղությունով, որը ղեկավարում է դեռ այդ սիրիական ժողովրդավարական ուժերը եւ սիրիական ուժերը հրետանի են ստանում եւ ԱԹՍ-ներ, ինչպես աջակցություն, բացի դրանից խոսք է գնում նաև նրա մասին, որ Դել Բալութ ուղղությունով Ալեպոյի թուրքական բանակը նաև մուտք է գործել եւ շատ լուրջ հնարավորությունների մասին է խոսքը, ուրեմն հրետանի, ինչպես ես ասացի արդեն, եւ ծանր տեխնիկա։ Հիմա արեք մենք ձեր հետ միասին քարտեզի վրա տեսնենք, թե ինչպիսին է իրավիճակը այդտեղ։ Կարծում եմ սա նաև շատ օգտակար կլինի։ Այստեղ տեսնում եք հարգելի հայրենակիցներ Սիրիայի քարտեզը։ Հիմա մենք ձեր հետ միասին կարող ենք այստեղ ասել հստակ, թե ով ինչ տարածք է վերահսկում։ Արեք դեռ սա փակենք։ Կանաչով այստեղ դուք տեսնում եք տարածքը հարգելի հայրենակիցներ, որը վերահսկում է Սիրիայի պաշտոնական այսօրվա պահին իշխանությունը։ Հիշում եք, որ Իդլիբի շրջանը, որը այստեղ վերահսկում էր այս մասը, այդ ուժերը իսլամիստական Ահմեդ Ալ-Շարայի ղեկավարությամբ իրանք կազմակերպեցին շատ լուրջ հարձակում եւ միանգամից Թուրքիայի կողմից իհարկե դա աջակցված էր եւ գրավել են մայրաքաղաք Դամասկը եւ դուք տեսնում եք, որ ինչ վերահսկողություն է այստեղ դեղինով նշված են հենց այդ ուժերը, որի մասին մենք ձեր հետ միասին խոսում էինք, ապա
Սիրիայի ժողովրդավարական ուժերը կամ քրդական բանվորական կուսակցության անդամները, ինչպես իրենց համարում է Թուրքիան, եւ դա կարևոր նաեւ հարց է։ Թուրքիան ինչու է այդպես համարում, որովհետեւ ըստ Թուրքիայի այս տարածքը, որ քրդական ուժերի կողմից է վերահսկվում, դա ստեղծում է լուրջ խնդիրներ Թուրքիայի համար, որովհետեւ սահմանամերձ շրջան է, տեսնում եք այստեղ, եւ այս տարածքում սահմանամերձ ապրում են հենց քրդերը, ուրեմն տարբեր այս հատվածներում, որտեղ որ նախկինում, գիտեք, հայկական բնակչություն էր, մեր նախնիների ուրեմն բնակչությունը, մեր հայրենիքը պատմական, եւ հիմա այստեղ մեծամասնությունը քրդերն են, եւ հիմա Թուրքիան մտահոգված է, որ այս քրդերը այստեղ անկախություն կամ այսպիսի դեֆակտո անկախություն ունենալով կարան ստեղծել խնդիրներ Թուրքիայի համար։ Ուստի Թուրքիան այս պահին վերահսկում է այս հատվածը եւ երկար ժամանակ է արդեն վերահսկում է, տեսնում եք բուֆերային տարածք է այսպիսի ձևավորել, կարող եմ ասեմ ձեզ մոտավորապես խոսք է գնում 25 կիլոմետրանոց բուֆերային տարածքի մասին եւ այս ուղղությամբ 140 կիլոմետրանոց, դե հասկանում եք ինչ տարածքի մասին է խոսքը գնում, այդքան էլ փոքր չի իրականում այս հատվածը։ Բացի դրանից թուրքական ուժերը վերջերս, ուրեմն ամիսներ առաջ էր դա, բայց ընդհանուր առումով վերջերս Մանբիջը կարողացել են գրավել, որովհետև քրդերի վերահսկողության տակ էր Մանբիջը։ Հիմա արեք մենք ձեր հետ միասին նայենք ինչն են քրդերը վերահսկում, ուրեմն Ալեպոյում, քաղաքում Շեյխ Մասուդի հատվածը դեռ վերահսկում են, այստեղ մարտեր են տեղի ունեցել մի քանի շաբաթ առաջ երևի, եւ փորձել են փաստացի վերահսկողություն հաստատել այս կենտրոնական ուժերը, բայց չեն կարողացել այս Շեյխ Մասուդի ուղղությունով, այս հարցը մնում է մի խոսքով սենց անհասկանալի իրավիճակում։ Հիմա այս հատվածում տեսնում եք Այն Ալ-Արաբը, այնինչ Կոբանի են կոչում քրդերը, վերահսկողության տակ ունեն իրանք, այս հատվածում Ջարաբուլուսը ուրեմն կենտրոնական իշխանության եւ թուրքերի վերահսկողության տակ է։ Մենք պետք է հասկանանք, էթնիկ բաղադրիչը խոսք է գնում այստեղ թուրքերի մասին իհարկե, Սիրիայի ուղղությունով խոսք է գնում արաբների մասին իհարկե, բայց այստեղ քրդերի մասին է խոսքը գնում այս դեպքում։ Ուրեմն մենք ունենք 3 էթնիկ բաղադրիչ, մեկը թուրքերն են, մյուսը արաբները եւ քրդերը։ Հարցը նրանում է, որ այս տրամաբանությամբ այս իշխանությունը արաբների նույն Դամասկում ինքը թուրքերի հետ շատ ավելի մոտ է, սունի են եւ հիշում եք, որ ասացի Բաշար Ալ-Ասադը ալավի էր, ուստի Իրանի հետ էր մոտիկ եւ ուստի այս իշխանությունը, որ Թուրքիան է բերել, կարելի ասել, հաշվի առնելով դա, այս իշխանությունը շատ լուրջ կապեր ունի Թուրքիայի հետ եւ նույնիսկ ինչ որ առումով, քաղաքական առումով պարտքի մեջ է գտնվում, բայց ազդեցության գոտի է։ Հիմա մենք նոր ինչու մասն ենք խոսում, հարավում նաև վերահսկողությունը պետք է ասեմ, որ իհարկե գիտեք, Հոլանի բարձունքներն են, որտեղ որ Իսրայելը միջև այստեղ էր պահում տարածքը եւ խորացել է, տեսնում եք, այս հատվածները գրավել է, տեսեք Դամասկից ինչքան մոտիկ է Իսրայելը գտնվում այստեղից, հիմա որ ցույց տամ, սա ինչ 30 կիլոմետր, պատկերացրեք, հրետանին հանգիստ խոցում է, ուրեմն հեշտ հրետանին, ամենաքիչ հնարավորություն ունեցողը մայրաքաղաքը հանգիստ խոցում է, եւ դրուզերի տարածքը գիտեք, տեսնում եք, այստեղ նաեւ գտնվում է մասնակի, ինչպես այս հյուսիսային հատվածը ոչ վերահսկողության տակ կենտրոնական իշխանությունների։ Հիմա արդեն արեք նայենք տեղում ստեղծված իրավիճակը եւ իրավիճակը խոսում է նրա մասին, որ առաջին հերթին թուրքական զինված ուժերը մտել են մի քանի ուղղությունով, մեկը այստեղ են մտել Քիլիսի ուղղությունով, բացի դրանից Աֆրինի ուղղությունով նաև, Աֆրինի հատվածում այստեղից էլ եւ այստեղից էլ մուտքեր են գործել, մոբիլիզացրել են ուժերը մոտավորապես այստեղ, Ալեպոյի հյուսիսում։ Հիմա այստեղից կարա լինի երկու տրամաբանություն, մեկը դա Շեյխ Մասուդի հարցը վերջնական լուծելն է, իսկ մյուսը գալ դեպի արդեն Դեյր Հաֆիր եւ Մասկանա եւ մոտենալ փաստորեն հարավից դեպի գետին, ուրեմն Եֆրատ գետի մասին է այստեղ խոսքը գնում։
Մյուս մասը նրա մասին է զինված ուժերի մուտքի, որ իրանք փաստացի մտել են Ռասլ Այնի ուղղությունով այստեղ։ Եվ Ռասլ Այնը այնպես էլ արդեն Թուրքիայի վերահսկողության տակ է, այստեղից մոբիլիզացնում են ուժերը այս հատվածում։ Բացի դրանից, նաև տեղեկատվություններ կան, որ թուրքերը մոբիլիզացնում են ուժեր սահմանի ուրիշ հատվածներում։ Ուրեմն մենք հիմա ձեր հետ միասին արդեն հասկացանք, ինչպիսի իրավիճակ է, այստեղ է մոբիլիզացումը եւ այստեղ է մոբիլիզացումը։ Բացի դրանից նոր ձեր հետ կիսվեցի տեղեկատվությունով, որ Դամասկի կենտրոնական իշխանությունը որոշում է կայացրել եւ զորքեր է մոբիլիզացնում ուրեմն Դեր էլ-Զորի ուղղությունով։ Այստեղ է գտնվում Դեր էլ-Զորը եւ Դեր էլ-Զորը գտնվում է փաստացի սիրիական կենտրոնական իշխանությունների վերահսկողության տակ։ Տեսնում եք այստեղ Եփրատի ափով է անցնում, կարելի ասել ամբողջությամբ վերահսկողությունը եւ բայց արդեն երբ գալիս ես մի քիչ ավելի հյուսիս, տեսեք, սա հետաքրքիր է։ Այս հատվածում Ալ-Ռաքան ափից ձախ ափում է գտնվում ուրեմն, բայց աջ ափում գտնվում են նաև քաղաքներ, որը վերահսկվում է քրդական ուժերի կողմից, արդեն նշեցի ձեր Դեյր Հաֆիրը, հետո Մասկանան, հետո Ատ-Հաֆրան եւ նաև Ալ-Մանսուրան, բայց այստեղ այսպիսի անցում է, որը ուրեմն հիդրոէլեկտրոկայան է եւ սա քանդել չի ստացվի, ուստի շատ հեշտ, եթե այս հարավում այս քաղաքները թուրքական ուժերը գրավեն, ապա շատ հեշտ կկարողանան այստեղից անցնել Սուվեյդիայի ուղղությունով միանգամից դեպի Ալ-Ռաքա։ Բացի դրանից, այդքան էլ տրամաբանական չի որևէ այստեղ քանդումը եւ պահպանելը այս գծերը ուրեմն ջրի առումով, նկատի ունեմ գետի առումով, որովհետև այստեղ, որտեղ որ Թուրքիան արդեն գտնվում է այս հատվածից, որևէ խոչընդոտ չկա, որևէ այստեղ հարց չկա, որ երկու գլխավոր լոգիստիկ ուղղությունով Տել-Տամրը եւ Այն Իսսան, տեսնում եք, միանգամից գրավեն թուրքական զորքերը, այդտեղ միշտ լուրջ հարվածներ են հասցնում։ Տել-Տամրը բացում է միանգամից Ալ-Հասակայի գրավման ուղղությունով, իդեմս նշեմ Ալ-Հասակայում ռուսական զորքեր էին իր ժամանակ դուրս են եկել, ձեզ չի հիշեցնում սա որևէ բան, ճակերտներում դավաճանել են քրդերին։ Եվ Տել-Տամր եւ Ալ-Հասակայի ուղղությունով Քամիշլին միանգամից սահմանի վրա եւ միանգամից թուրքերը կարող են գրավել սահմանը ուղղակի հատելով Քամիշլին, Ալ-Հասական նշեցի, որ այս ուղղությունով հարվածի Ալ-Հասական միանգամից գրավվում է, բացի դրանից այստեղից Այն Իսայի գրավման դեպքում լոգիստիկ կապերը միանգամից փակվում են Ռաքայի հյուսիսով, ստեղծվում է ճգնաժամ, եթե այս ուժերը, որի մասին մենք այստեղից խոսում էինք, հարված հասցնեն հարավով եւ միանգամից այստեղով հարավով, այդ թվում սիրիական ուժերի աջակցությունով, ենթադրում եմ հարավային այս հատվածից հարվածներով կարողանան հասնել առաջընթացի, ապա փաստացի մենք ունենանք իրավիճակ, երբ միանգամից կարող են հարավից մոտենալ Ռաքային, հյուսիսից մոտենալ Ռաքային եւ արևելյան ուղղությունով Քամիշլին գրավել, Ալ-Հասական գրավել, իսկ Դեր էլ-Զորի ուղղությունով ես արդեն նշեցի, որ սիրիական ուժերն են բերում այստեղ, որ գրավեն։ Փաստացի խոսք է գնում նրա մասին, որ ուրեմն Անկարան եւ Դամասկը օրակարգ են դրել, որ թույլ չեն տալու, որ առանձին այսպիսի տարածք գոյություն ունենա եւ կառավարվի սիրիական ժողովրդավարական ուժերի կամ ըստ Թուրքիայի քրդական բանվորական կուսակցության կողմից եւ մենք փաստացի ակնկալում ենք, որ մոտակա ժամանակահատվածում հնարավոր է եւ հավանական է, բայց իհարկե դա 100%-ով չէ, որովհետեւ կարա տեղի ունենա տարբեր միջազգային ազդեցություն, բանակցություններ, տարբեր լուծումներ, Միացյալ Նահանգները իր դերը կարող են խաղալ, եվրոպական պետությունները, քրդերը կարող են գնալ որևէ զիջմանը, բայց ամեն դեպքում հավանականությունը, որ մոտակա ժամանակահատվածում կսկսվի ռազմական գործողություններ, ես կգնահատեի 80-ից 90%, եւ ռազմական գործողություններում նաեւ պարտությունը քրդական ուժերի 80-ից 90% է իմ պատկերացումով, որովհետեւ այնպիսի այստեղ իրավիճակ է, որ այդքան էլ բարեհաճո չի իրանց համար, որ իրանք կարողանան
պահել այս տարածքները եւ այս վերահսկողությունը։ Իհարկե գիտենք, որ քրդական ուժերը պատրաստ են ռազմական գործողությունների համար, բայց ինչքանով իրականում կկարողանան երկար ժամկետում դիմադրել, դա շատ կարևոր հարց է։ Ուստի հարգելի հայրենակիցներ, կարծում եմ, որ իհարկե հետաքրքիր է, կարևոր է, որ մենք նաև ձեր հետ միասին հետևենք այս հարցերին, ուսումնասիրենք եւ տեղեկացված լինենք, որովհետեւ սա իհարկե շատ կարևոր առնչություն ունի Հայաստանի հետ, հայ ազգի հետ։ Ի վերջո այս տարածքից մինչև Հայաստան 350 կիլոմետր է